Այսօր 2026 թվականի մարտի 13-ն է և ուզում եմ հիշեցնել, որ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերը ստեղծելուց հետո այդ գրերով առաջինը գրել է Աստվածաշնչի առակների գրքի առաջին առակի հետևյալ կտորը. ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը և ուղղել իրավունքը, պարզամիտներին խորագիտություն և երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա թափանցի առակների և խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի և նրանց այլաբանությունների մեջ։ Սա առաջին հայերեն տեքստն է, որը Մեսրոպ Մաշտոցը թարգմանել է։ Ոչ մի գիտական հիմնավորում չկա, թե ինչու է հատկապես այդ կտորից սկսել Մեսրոպ Մաշտոցը հայերեն նոր տեքստի ստեղծումը։ Ես շատ եմ մտածել այդ մասին և իմ եզրակացությունն այն է, որ 405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026 թվականին, և մեր խնդիրն է, որ այդ խաչմերուկում կանգնած լինելով և մտածելով մեր ճանապարհը շարունակենք այնպես, ինչպես պետք է շարունակենք, որպեսզի հետագայում ողբամ քեզ հայոց աշխարհը չգրվի։